Մաղան երազանքի կմախի կողքով ես քայլում եմ գիշերվա դեղին ու թափված տանիքների վրայով։ Եվ ես փախուստս եմ տեսնում, որ ինձնից առաջ եմ ազում, և մեկ-մեկ շրջվելով նայում իմ կողմը, և վախի շրջապատուր հեղոցն դիպչում դեմքիս։ Ես հետո մտնում եմ անտառը, որի կիրտին է բացում իմ առջև, ու ես ասում եմ նրա տերև թղթերի վրայով և իմ ոտնահետքերով նրանց վրա գրում իմ սարսափի գրականությունը, և անտառը իր տանտռան է խշում ականջներիս մեջ, ու իմ ոստայնի նախշելով միաձորվում է անտառի ձայնին, և ինձ պակասում է մի քանի դյուրին, որ մտնեմ անտառի բերանը, ու իմ նախշն աշխարհը թողնելով նրա մեջ անտառի լեզուտամ օտար, անբարբար անտառը տարտամ խոսի պարանից կախվածների լեզվով, և ճուղերից կախված վայրընթացները, որոնց ավատար են անվանում, ավարտել իրենց վայրը չնայ, և նորեջ բացվի վայրը չնստել։ Ծառը, որի վրայից կախվում են մարդիկ ու թուղթը ծառը սերինում, և ես գրում եմ նրա վրա իմ կախված մտքերը, որոնք կախվածություն չունեն ոչնչից, և իմ մտքերը երկրի թոքերը չեն, այլ արդի դարի թոքերը, որոնցից իմ դարը կարող է կախվել, ու մեռնելուց հետո թոքը թոք դառնա, ու դիակը վերածվի ու շնչի, ու նոր երրքից խաշվի նախշը, և մի նոր բանված դառնա, ու նոր ճարտարապետության ու ճառագի։ Իսկ հիմա ինձ դեռ մի քանի դյույմ է պակասում, որ մտնեմ անտառի բերանը և իհարկե մի պատառ տառ։ Ապական իզնից հեռու է, իսկ օդից կախված արդի դարը կողքիս։ Եվ գրգրող լինել ցանկացողների հետ եմ շփվել, Արամը բնականաբար առանձնանում է իր կերպարով, իր կեցվածքով, բնավորությամբ, բայց ամենասիրելի հատկանիշը, որ ունի Արամը, ինձ համար ինչքան էլ զարմանալի թվա, դա այն է, որ ինքը մեր ամենակարդացած, ամենաինտելեկտուալ հեղինակներից է, իսկ հավատացեք, այդպիսի քիչ կան, էլի ծափահարություն։ Նրան